Ողջույն, հրապարակի զրուցակիցն է Հայաքվե վարչության անդամ Հրայր Կամենդատյանը։ Բարև ձեզ, պարոն Կամենդատյան։ Պարոն Կամենդատյան, վերջին մի քանի ամիսներին ձեր ուժը խոսում էր թոշակների բարձրացումից։ Հայտարարեցին իշխանությունները մեկ ամիս առաջ, որ մինչև 10,000 դրամ բարձրացնում են թոշակները։ Հիմա մի կողմ թողնենք սա ընտրակաշառք չի, շատ տնտեսագետներ պնդում են, որ ընդամենը մի քանի ամիս հետո դժվարություն են ունենալու վճարելու թոշակները, կամ այլ հարկեր պիտի շատ բարձրացնեն, կամ չվճարեն։ Ձեր կանխատեսումները ինչպիսին են այս մասով։ Դե բյուջետային պլանավորման մասին եթե զրուցում ենք, նախ պետք է խոստով անենք, որ ռեսուրսներ ամեն դեպքում իշխանությունների մոտ կամ ավելի շուտ, ավելի կոնցեպտուալ կառավարության մոտ այդ ռեսուրսները կան։ Դեֆոլտ այս իմաստով չի լինելու, որովհետև ներկա կառավարությունը բավականին խորամանկ մարդկանցով է լցված, նրանք հասկանում են, որ սոցիալական բնագավառում դեֆոլտը պարզապես բարձրացնելու է հանրային բողոքի ոչ թե ալիք, այլ ցունամի է դառնալու, միանգամից կառավարությունը սրբելու են։ Ընտրված լինեն, ընտրված չլինեն, կսրբեն։ Սոցիալական բնագավառում ոչ ոք օյնբազությունների ռիսկ չունի։ Ամեն ինչ կկրճատեն։ Նույնիսկ իրենց պարգևավճարները կկրճատեն, որովհետև հասկանում են, որ առնվազն կես միլիոն մարդու եթե նորից այդ դնեն այդ խաբկանքի մեջ, եւ մարդիկ համոզվում են, որ նույնիսկ այդ չնչին գումարները, այս խաբեբաները չեն ուզում վճարեն, նրանց չեմ նախանձում։ Հիմա վերադառնանք այդ թեմային, թե իսկապես հնարավոր է նման բան, թե ոչ։ Հնարավորություն կարծում եմ չկա։ Այս բանը պետք է ռեալ լինենք։ Իսկ այս ձեր կանխատեսումների շարունակական այդ 5-ից 10,000 դրամները վճարելու են առանց խնդիր, այլ հարկերի բարձրացում մոտակա ամիսներին։ Հարկերի բարձրացում եւս չի լինելու։ Այդ տնտեսագետ կոչեցյալները, քանի որ Հայաստանում օրական մի քանի 100 տնտեսագետ է թողարկվում, ասենց ասեմ, օրական։ Դրանց զգալու մասը ոչ տնտեսագիտության հետ կապ ունեն, որ սոցիալական բնագավառ հետ կապ ունեն։ Էլ չեմ ասում չեն իմանա, որ կանխատեսումները դրանք լավ զբաղմունք չեն, մանավանդ թվերի աշխարհում։ Հիմա հարկերի բարձրացում չի լինելու։ Ով որ աղաղակում է, որ հարկերի բարձրացում կլինի, ստում է, չի դրապետում թեմային։ Պարոն Կամենդատյան, տեսեք, իմ հաջորդ հարցը, Հայաքվեն խոսում էր թոշակների բարձրացումից, բայց մինչև 50%։ Այո։ Սա արդեն բավականին լուրջ գումար է, թե առանձին մի թոշակառուի մասով, այսինքն թե ընդհանրապես որ վերցնենք ձեր ասած 500,000-ի մոտ թիվը թոշակառուների, որտեղից էր Հայաքվեն այդ մի օրինակ բերեմ, ես հասկացա ձեր մտահոգությունը։ Որքանով է իրատեսական։ Ես հասկացա ձեր մտահոգությունը, մի օրինակ եմ ցանկանում ընդհանրապես բերել 18 թվականին եւ 25 թվականին մենք ունենք ստատիկ, այսպես ասած, արդեն 18 թվականում քարացած տվյալներ եւ 25 թվականը արդեն մշակող տվյալներ։ Եթե այս տարիների համեմատությունը վերցնում ենք, օրինակ կա ռեպրեսիվ ապարատի ֆինանսավորում բյուջետային։ Դրա մեջ մտնում են զանազան դատարանները, զանազան քննչականները, զանազան տարբեր գույների, տարբեր երանգների, ընդհանրենք ռեպրեսիվ այլ մարմիններ, քննիչներ, եսի մինչեր, պարեկներ, ջրային պարեկներ, օդային պարեկներ, ստորջրյա պարեկներ, չեմ հասկանում, բազմաթիվ։ Այս ամբողջը 18 թվականին նրանց պահելու, տեխնիկական պահելու, դրանց աշխատավարձ տալու, տեխնիկապես հագեցնելու ամբողջ գումարը մոտավորապես 30 միլիարդ դրամի կարգեր։ 25 թվականին այդ գումարը կազմում է 110 միլիարդի կարգի։ Մենք 80 միլիարդ դրամ, նույնիսկ մի փոքրիկ երեխայի կարելի է տալ մի հատ մկրատ, այդ դրանց այդ բյուջետային այդ ամբողջ հատկացումները հանգիստ կտրտել այդ անձնավորություններին, ովքեր իրական միջին աշխատավարձից բարձր աշխատավարձը 1.5-2 անգամ ստանում, այդ մարդկանց ուղարկել ոչ թե ակտիվ հանգստի, այլ նրանց ուղարկել այլ ակտիվ աշխատանքի ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառ։ Մենք 80-90 միլիարդ դրամ այդտեղ կա։
Միայն հաջորդ հարցը, բա այն մնացած գումարը որտեղից։ Մնացած գումարը պարգևավճարներ։ Այս պարգևավճարները շքերթ որ շարունակվում է, սա գիտեք ինչ է, սա խայտառակություն է։ Սա խայտառակություն է, ընդ որում խայտառակություն եւ սոցիալապես անդունդը, որ ստեղծվել է ժողովրդի թոշակառուները եւ իբր թե պետական ծառայողների միջեւ, եւ միևնույն ժամանակ պետական համակարգում աշխատողների, ընդհանրենք շարքային կամ միջին օղակի, որոնք իրականացնում են աշխատանքի, ընդհանրենք նախարարության 80%-ը առնվազն եւ վերևի այդ էլիտա կոչված, ընդհանրենք պարազիտների կարող եմ ասել, որովհետեւ բան չեն անում։ Այս ամբողջը որ հաշվում ենք այդ պարգևավճարները, այստեղ մոտավորապես 15 միլիարդ էլ այստեղ կա։ Հիմա ուրիշ հարցի մոտենանք ընդհանրենք արտաքին պարտքի սպասարկմանը եւ ներքին պարտքի սպասարկմանը։ Ներքին պարտքը այսօր սպասարկվում է պետական գանձապետական պահառուների միջոցով եւ պարտատոմսերի շուկայով։ Պարտատոմսայի շուկայում կան առանձին կուպոնային արդեն պարտատոմսեր, մոտավորապես 12-13% են ձգում։ Այն դեպքում, երբ գոնե 10 տարվա տևողությամբ պարտատոմսեր միջազգային կարող եք մենք թողարկել, որոնք կարող են լինել 4.5-5%։ Տարբերությունը, այդ 7%-ը դուք պատկերացրեք միլիարդավոր դոլարների մեջ։ Հիմա եթե արտաքին պարտքի կատարվի վերաձևակերպում, վերաձգմանք Հայաստանը հանգիստ, սա եթե մի խոշոր տնտեսություն դիտարկենք, չէ, Հայաստանը կարող էր, չէ, նույն շուկաներից ներգրավել ավելի էժան պարտատոմսեր, թողարկել եւ ֆինանսները ներգրավել, դրանով փակել ընդհանրենք Հայաստանի Հանրապետություն ներքին պարտքը ձևավորված, որը որ անաշխատ կերպով բանկերն է ստանում։ Դա մի առանձին թեմա է, այդ ֆինանսական բանկային կառավարության մեջ լոբինգը։ Միայն այս տարբերության վրա 25-30 միլիարդ դրամ կարելի է նորից բերել։ Բազմաթիվ բնագավառներ կան, ամեն բնագավառներում եթե լինի իրական տնտեսվարողի եւ տնտեսության եւ ջանասեր եւ լրջմիտ ղեկավարի միտք լինի եւ գործողությունների լիազորություն ունի, կարելի է այս թոշակառուները թոշակ ոչ թե 50%-ով բարձրացնել, կարելի 70-80%-ով բարձրացնել, որում դա սոցիալական կամ պոպուլիստական միտք էլ չի, որովհետեւ այստեղ մի խնդիր էլ կա։ Տնտեսությունը աճում է, լավ, վատ տնտեսությունը աճում է, եւ եթե տնտեսության մեջ զարգացման ընկալվեն այլ մոդելներ, առավել ինտենսիվ, ոչ թե էքստենսիվ, ոչ թե հորիզոնական, այլ խորքային, երբ որ այս ամեն ինչը ներգրավվի եւ տնտեսության մեջ բազմաթիվ նոր ճյուղեր կան համաշխարհային տնտեսության մեջ, տրենդեր կան, եթե մենք դրանք սահմանակից նույնիսկ չլինենք, բայց փորձենք այստեղ մեր ընդհանրենք ձեռքը, մեր միտքը, մեր աշխատանքը օգտագործել, հաջողություններ կլինեն այդ 40-50 հազար դրամանոց թոշակը խայտառակությունը պարզապես ասում։ Շատ լավ։ Տեսեք, պարոն Կամենդատյան, թոշակների մասով հասկացանք ձեր բացատրությունը։ Իսկ ինչ այլ ծրագրեր կան, ինչ ծրագրեր եք դուք առաջարկում, ինչ կետերն եք ձեր ծրագրում, որոնք ընտրողին կմոտիվացնեն համառոտ մի քանի կետ, կմոտիվացնեն իրենց քվեն ձեզ տալու։ Շատ լավ։ Մենք ունենք երկու կոմպոնենտ, որտեղ որ սոցիալական եւ տնտեսական քաղաքականության ծիրերը իրար հետ համընկնում են։ Տնտեսական քաղաքականության մեջ նորից կրկնում եմ, որ հարկերի բարձրացում մենք էլ չենք նախատեսում, բայց խնդիր կա նոր տեխնոլոգիաների եւ նոր տնտեսական մոդելի։ Այս խնդիրները գիտեք ոնց է, դա կարելի է քննարկել մասնագետների հետ։ Սոցիալական բնագավառը, որը մարդիկ ավելի հեշտ են անցալում, չէ՞, բնական որ ոչ բոլորն են տնտեսագետներ կամ ֆինանսիստներ, ավելի հեշտ է սոցիալական բնագավառ, օրինակ մի քանի ծրագիր ունենք։ Առաջի ծրագիրը հետադենք սկրինինգային հետազոտությունները։ Սկրինինգային հետազոտություն համապատասխան խոշոր ավտոմեքենաներ կան։ Այդ ավտոմեքենաները պետք է գնան մարզերը, մարդկանց պարտադի սկրինինգային հետազոտության ենթարկեն տարեկան գոնե 1 անգամ։ 10 մարզի համար 10 խոշոր մեքենա պետք է մոտավորապես 250-300 հազար դոլար արժի։ Դա բժշկության մասով։ Դա բժշկության մասով։ Հաջորդը մեծահասակների հետ, տարեցների հետ կապված։ Տարեցների համար
հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար, բացարձակ։ Հավաքագրման այն խայտարակ վիճակը, որ հիմա կա, որտեղ հավաքագրում չկա հիմա։ Մոռացել են հավաքագրման տոկոսների մասին, մի ժամանակ հիշում եք, աղաղակում էին ամեն օր այսքան, այնքան, հիմա դա չկա, որտեղ հավաքագրում չկա։ Չկա։ Եթե հավաքագրում չկա, ծերերը ինչու պիտի վճարեն։ Սկսենք այդտեղից։ Երրորդը, մենք առաջարկում ենք մի նոր հետաքրքիր մոդել ենք մտածել, որը որ ժողովրդին շատ է պետք։ Դա պրոթեզավորումն է։ Ամեն երկրորդ տարեցը ունի պրոթեզի խնդիր։ Բժշկության այդ առողջության համապարփակ իբր թե ապահովագրության ցանկի մեջ ստոմատոլոգիա չկա։ Չկա, պրոթեզավորում չկա, ստոմատոլոգիա չկա։ Այս մարդիկ մոռացել են, որ մոտապես 250,000 քաղաքացի պարզապես ատամնաշար չունի։ Իսկ ատամնաշար չունենալը բերելու է ինչի, բերելու է գաստրիտների, աղեսնամուքսային տրակտի հիվանդություն։ Հիմա մենք մի այդ ծրագիրն ենք բերել, այդ ծրագրով այս մարդկանց 130-140,000 դրամի վաուչեր ենք տալու, ճիշտ է։ Վաուչերը կտա, քաղաքացին կգնա համապատասխան պոլիկլինիկաներում, մասնավոր, ոչ պետական, կգնա իր վաուչեր կներկայացնի, իր ծառայությունը կստանա, դրանից լավ Տեսեք, բան։ պարոն Կամենդատյան, բժշկության մասով եք խոսում ու նորից խոսեցինք տարեցների մասով, փորձեմ լրացնել իմ հարցը։ Այդ թոշակների հետ կապված մենք բավարարում ենք, եթե դուք իշխանության գաք բավարարում եք մի մեծ սեգմենտի տարեցների թոշակառուների։ Իսկ ավելի երիտասարդների մասով, ինձ դա էր հետաքրքիր, երիտասարդների մասով առաջնահերթ իրականացնելու եք բարձրագույն ուսումնական կրթության անվճար դարձնելու ծրագիրը։ Մոտավորապես 68,000 երիտասարդ սովորում է մագիստրատուրայում, ասպիրանտուրայում եւ բակալավրիատում սովորում են, մոտավորապես 58,000 հոգի, այդտեղից առանձին շերտավորումով տարեկան վճարը կազմում է մոտավորապես 550-600,000 դրամ։ Անվճար ենք դարձնելու բուհական կրթությունը։ Գումարը մոտավորապես 33 միլիարդ դրամ է լինելու։ Այդ 33 միլիարդ դրամը, բայց գիտեք ոնց է, 3-4 տարվա ընթացքից հետո մենք ունենանք իրապես մասնագետ, որը ինովացիոն տեխնոլոգիաներին տիրապետելու է։ Չսովորող մարդն էլ առաջին իսկ սեմեստրից հետո լքելու է ինստիտուտը։ Քննությունները լինելու են այլտեղ, կենտրոնացված։ Ինստիտուտը, որ հիմա շահագրգռված է, որ ինստիտուտի ղեկավարությունը, որպեսզի չսովորող մարդուն պահի, պարզապես գումար, որ նրան ստանա, չէ, այս տարբերակը լրիվ կորելու է։ Այս երիտասարդության համար երկրորդ խնդիրը, օրինակ, որ մենք ուզում ենք իրականացնենք, դա ուսանողական տանիքն է։ Մարզերից, չէ, չեմ ասում, Երևանում էլ բազմաթիվ երիտասարդներ կա, որ կեցության խնդիր ունեն, վարձով են ապրում։ Երևանը թանկարժեք է, չէ, վարձի իմաստով, այս երիտասարդը ինչ անի։ Այս երիտասարդը ուսման վարձը կամ իր ընտանիքը այդ կեցության վարձը, երբ որ հավաքի, մի կլոր գումար է դառնում, կամ գնում են վարկերի տակ են այս մարդիկ կքում։ Կամ էլ ինչ են անում, սկսում է երիտասարդը գիշերը գնալ ինչ-որ սպասարկման ոլորտում աշխատել։ Սպասարկման ոլորտում աշխատող երիտասարդը մասնագետ չի դառնում։ Ես ձեզ անկեղծ ասեմ։ Այսինքն ուսանողական Այո, ուսանողական կամպուսներ են կառուցելու, ուսանողական հանրակացարաններ են կառուցելու, այս ուսանողական զանգվածը փողի մասին չպիտի մտածի։ Փողի, կեցության մասին չպիտի մտածի, նա պետք է մտածի միայն ուսման համար եւ միայն հաջող ընդհանրենք այդ գիտելիքների ձեռբերման համար։ Լիքը հարցեր, մոտ 87 կետից բաղկացած մենք սոցիալական ծրագիր ենք հաստատել, մենք հանրայնացնում ենք անդադրա վերաբերյալ ու համարյա թե ժողովրդագրական իմաստով բոլոր խավերին, բոլոր շերտերին անդրադառնում ենք։ Զինվորականների հետ ունենք ծրագիր, հստակ ծրագիր է զինվորականների հետ կապված, երեխաների հետ կապված, մսուրներով, մանկապարտեզներով ապահովման խնդիր կա այստեղ։ Այս ամենը պիտի լուծենք։ Դպրոցականին ենթադրենք թվային միջավայրից, որ այսօր բարենպաստ չէ, որտեղ թվային միջավայրը այսօր երեխային տալու բան չունի, նա բերում է միայն
զանազան այլանդակություններ, աղանդներ, մեծահասակների հետ ոչ պատճառաբանված շփումներ, ասենց ասեմ, այս ամեն ինչը պիտի կարգավորեք։ Սոցիալական ցանց երեխան առանց ծնողի գիտության հատուկ դες ֆունկցիաներ կան հեռախոսների մեջ, չէ՞, չպիտի մտնի։ Մենք այդ ձև չենք անելու։ Մենք համապատասխան աշխատանքներ կներկայացնենք, իրականացնենք տեխնիկական 14 տարեկանից ցածր երեխան սոցիալական ցանց չպիտի մտնի։ Բացարձակ չմտնի։ Դրանից զատ երեխաների տարեցների հետ կապված օրինակ թանգարանային հասանելիություն պիտի ապահովենք։ Ծերը երիտասարդը կամ երեխան պետք է այդ թանգարանները այցելելու համար գումար չվճարեն։ Պարզապես գումար չպիտի վճարեն։ Էլ չեմ ասում, որ հավաքածուները պետք է ամբողջովին թվայնացվեն եւ դպրոցական միջավայրում դասերի ընթացքում այս ամեն ինչը հնարավորություն ստանան, որպես օգտագործեն։ Այդ ծրագիրը այն կարգի բազմաժանր է, շատ հաճախ ես եմ շփոթում, որովհետեւ բավականին բազմաժանր է, բավականին մեծ է, ծավալուն է, բայց պետք է հաստատակամ կերպով դա ներկայացնենք եւ հանրությանը եւ միևնույն ժամանակ պատրաստենք մեխանիզմներ մենք արդեն մեր մոտ մշակած ունենք։ Ինչ է նշանակում մեխանիզմը։ Մեխանիզմը նշանակում է, որ դատարկ խոսքերից այն կողմը արդեն աշխատանք է գնում։ Որտեղ շատերը կան ձեր ասած նույն տնտեսագետներ կան, չէ՞։ Այս զրուցում է խոսում են, ասում են մի բան անում են, երբ որ ասում ես եղբայր, բա ո՞նց ենք անելու։ Առաջին թուղթը ո՞նց է այդ առաջին թուղթը գրվելու, ինքը դա արդեն դադարում է, միակ հնարավորությունը ընդհանրապես հեռանալն է դառնում։ Շատ լավ, պարոն Կամդատյան, այս թեժ նախընտրական շրջանում, հա, հեռուստատիտողին հետաքրքրող հարցերից մեկը վերջերս հայակվեն դաշինք կազմեց Արման Թաթոյանի գլխավորած միասնության թևերի հետ, խոսակցություններ են պտտվում, որ տարաձայնություններ կան դաշինքում։ Արդյոք դաշինքը դադարել է գոյություն ունենալուց, եթե չէ, բայց կան տարաձայնություններ, արդյոք ցուցակի հետ կապված են, ցուցակների հետ կապված քննարկումներ, տարաձայնություններ են։ Ճիշտն ասած, ես վարչության անդամ եմ, այդ բոլոր հարցերի քննարկման ժամանակ, չէ, եթե հարցեր կան, ես ներկա եմ լինում բացարձակ։ Չկա վարչության մեկ նիստ, որին ես ներկա չեմ եղել։ Վերջին ենթադրենք 3 տարիներին, չէ, 2 տարիներին։ Կարծում եմ այդ դուք ճիշտ ասացիք, պտտվող խոսակցություններ է։ Ցանկացած բան, որ պտտվում է, չէ։ Տարաձայնություններ չկան։ Իսկ տարաձայնություններ չեմ տեսնում։ Սիներգիա կա։ Խնդիրը գիտեք որտեղ է։ Եթե իհարկե այդ տարաձայնությունը ենթադրենք մտածածին են կամ ոչ մտածածին են կամ չկան, խնդիրը նա է, որ հանրության մեջ կա որոշակի ձևավորված համակրանք կոնցեպտուալ լուծումների շուրջ։ Օրինակ մենք դիտում ենք, չէ, կա ընդդիմադիր ինչ-որ մի այլ բևեռ ցախ կողմ, աջ կողմում կա այլ բևեռ։ Այս կողմը կա։ Ես նախընտրում եմ, որպեսզի այդ բևեռները լինեն որոշակի ցանց, այսպես ասած օգնող ցանց։ Օրինակ ինչ-որ մեկը եթե ցանկանում է գնալ դեպի ընդհանրենք ընդդիմադիր դաշտ, հնարավորություն ունա ցախերի հետ էլ ծանոթանա, աչերի հետ էլ ծանոթանա, որովհետև այս դաշտը բազմաժանր է, այս դաշտի մեջ կա բազմաթիվ մասնակիցներ, եւ նրանց լուծումները, նրանց առաջադրված ծրագրերը շատ հաճախ իրար հակասում են։ Կարևոր թեման նա է, որ ընդդիմադիր ցանկացած կազմավորում, ցանկացած միավորում, ցանկացած դաշինք, ցանկացած նետակ փոքր խումբ իր ամեն ռեսուրսը, այն ամենա պահանջված ռեսուրսը, նույնիսկ անհնարինության մեջ գտնվող, ասած ասում, ռեսուրսը պետք է օգտագործի, որպես ներկայ հանցագործ իշխանություններին հեռացնենք։ Այսինքն անհրաժեշտ սիներգիան կա, մինչև վերջ միասին, հա, Ես ձեզ ասեմ անկեղծ 3 օր առաջ Վանաձորում գրասենյակ էինք բացում, միասնության թևերի անձնակազմը մոտավորապես մի 30-40 հոգի մեր հյուրն ա եղել։ Ամբողջ օրը այս մարդկանց հետ քաղաքական զրույցներ ենք ունեցել, իրար հյուրասիրել ենք, ընկերություն ենք հաստատել, բազմաբողոք։ Հաջորդ օրը նորից միասնության թևերից բազմաթիվ ընկերների հետ քաղաքում ենք հանդիպել, մենք ոչ հեռու գրասենյակ ունենք այստեղից։ Այդտեղ հանդիպել ենք, էլի նույն զրույցները, քննարկումները, որովհետև
բավականին կոնցեպտուալ պատրաստված թիմ է։ Տնտեսագիտական, քաղաքատնտեսական, ընդհանրապես Փոխլրացնում եք իրար։ հանրային թեմաների մեջ անկալման խորություն սող թիմեր են, ես իմաստով կարծում եմ այդ զրույցների բաներն այդ Շատ լավ, մեր այս ուշադրություն դարձավ։ նախընտրական տրամաբանության մեջ Մեր կարևոր թեման բոլորս հունիսի 8-ի ընտրություններն են։ այ գանք այդ կարևոր թեմային շարունակենք։ Այս նախընտրական տրամաբանության մեջ, տեսեք, ընդդիմադիր բլոկներից փաստացի խոշոր բլոկ կա ուժեղ Հայաստանը ձևավորում ու կարծես ներառողական են բավականին, ակտիվ բանակցությունների մեջ են ավելի փոքր, բայց պոտենցիալ ունեցող այլ ուժերի հետ։ Առաջարկ ստացել եք ուժեղ Հայաստանից։ Ես ձեզ մի հետաքրքիր բան ասեմ իմ անձը նկարագրելու համար, երբեք դեռ առաջարկների հետևից ոչ գնացել եմ, Ես ներողություն ուժը նկատի ունեի, ձեզ անձնապես չէ։ Չէ, անձնապեսը կարևոր է, որովհետև եթե քաղաքական ինչ-որ դու բան մեջ ես լինում, խմբի մեջ ես լինում, համակիրների, աջակիցների, ընդհանրեն գաղափարական ընկերների համույթ է ձևավորում, չէ՞։ Անձնական ենթադրենք դաշտից են այս մարդիկ գալիս բոլորը, կոնկրետ իմ անձնականի հետ կապված, ես երբեք հույսեր չեմ դնում ինչ-որ մեկի առաջարկների վրա, մեկի ընդհանրեք իմ ամբողջ կյանքի պատմությունը պայքարի պատմություն է, հաջողության պատմություն է, մաքարման պատմություն է, այդ առաջարկները մեկի ուժից օգտվել, մյուսի հնարավորությունից օգտվել, բան ինձ երբեք չի հետաքրքրել։ Գիտակից մարդը իր ճանապարհը ինքն է հարթում։ Այդ առաջարկներ, հանդիպենք, խոսանք, այս անենք, այն անենք, դրանք այլ դաշտ է, ես կոնկրետ դրա հետ կապված բաներ չունեմ։ Մտքեր էլ չունեմ դրա մասին։ Շատ լավ։ Խոսենք պարոն Կոմենդանտյան, այս վերջին օրերի բավականին աղմուկ բարձրացրած միջադեպի մասին եկեղեցում։ Ըստ ձեզ այս միջադեպը դպրոցահասակների ձերբակալությունը, ընդամենը րոպեների առաջ պարզ դարձավ, որ դպրոցահասակ եղբայրներից մեկին երկամսյա կալանք այնուամենայնիվ տվեցին։ Սա ինչ էր իշխանությունների ռեյտինգի նվազման հետևանք էր, թե այս ռեպրեսիվ ապարատի գործարկման ավելի ինչ-որ այլ փուլեր, չէ՞ որ այլ ավելի ժողովրդավար երկրներում օրինակներ ունենք, որ պաշտոնյաների վրա ձու են նետում, էլ ջուր են ցողում, էլ չգիտեմ ինչ, հիմա այս կալանքներով փորձում են ինչ անել։ Այդ ջուր ցողելը լավ օրինակ բերեցիք։ Միգուցե հասարակածային Աֆրիկայում բավականին նորմալ բան լինի։ Ամեն ղեկավարը կարող են ջուր ցողեն, հա, թող ջուր ցողեն։ Խնդիրը այլ տեղ է։ Խնդիրը ներկա այս ինքնիրավ անձնապաշտական այս մոդելի մեջ մի հոգի որ հայտնվել է, ու իրան պատկերացնում է, որ ինքը ընդհանրենք Մուսոլինիի ռեինկարնացիան է հավանաբար այս մեր փոքր դժբախտ երկրում իսկականից, որովհետև անդադ մի փորձությունից գնում եք մյուս փորձությունը, հիմա պատկերացրեք նման մի բան։ Ուժեղ մարդը երբեք ցանկություն կունենա մի 100 հոգու հետ ընդհանրենք արդեն ձգվող սկսված պատարագի ժամանակ դռնից մտնի ու ընդհանրենք միջև վերջ գնա, միջև խորանի մոտ ինչ էր գործել։ Չէ, ինչ էր գործել, այդ 50-100 հոգու հետ, այդ 50-100 հոգու հետ ուր էր մտնում այդտեղ։ Ինչ էր մտնում։ Ջերմեռանդ հոգևորականներին էր ուզում տեսներ, ուզում էր աղոթքներ ընդհանրենք ասեր, ուզում էր ինչ-որ բան բարձրացներ, օդ, ընդհանրենք աղոթք, աղաղակ ընդհանրենք բարձրացներ, մեկ ոնց հասկացաք, ընդհանրապես մտավ այս մարդը, մտավ տեսավ ինչ է կատարվում, դուրս եկավ, հիմա ես հարց եմ տալիս։ Դրա կիրառական հետևանքը ո՞րն էր։ Մանավանդ, որ ինքը ջերմի առանց ինչ-որ հոգևորական էլ չի։ Այս Սուրբ Աննա եկեղեցին երևի վերջի տարիների ընթացքում իրեն առաջին անգամ տեսավ։ Եկեղեցին կամ եկեղեցու մեջ հավաքված հավատավոր մեր ժողովուրդը։ Կարծում եմ, այդ իշխանություն բանացնելու, ուժ ցուցադրելու, ընդ որում այդ զգալի մասը ինչ որ գովազդային նկրտումներով, էլի, գովազդային մի հատ ստեղ էլ մտնեմ, մի հատ այնտեղ էլ մտնեմ, մի հատ այնտեղ մտնեմ, այսի բուտաֆորիկ, գրոտեսկային ներկայացում էր արդեն դառնում։ Հիմա նախընտրական, այսինքն քարոզարշավի այս շոուի շրջանը։ Հիմա մի բան ասեմ։ Այն օրը մի կին է իրան մոտենում,
ասում է ես բանն եմ, ձեզ շատ եմ սիրում, հա սիրեցինք, ես էլ դա բնականաբար քաղաքական կամ իմացաբանական ոչինչ չի ասում, ում տենում ասում է եղբայր մի ասրանից կպցնեմ քեզ, եղբայր մի ասրանից կպցնեմ, դու կանացել է եղբայր ասում, եղբայր մի ասրանից կպցնեմ ձեր հագուստը, եղբայր կպցնեմ, հասկացանք այդ կպցրեցիք, հա, հասկացանք կպցրեցիք, մարդիկ մոտենում են, այն կարգի սատեր են խոսում, մեկը մոտիկացա ասում է 1.800.000 դրամի լեղապարկի օպերացիա եմ արել, օպերացիայի գինը լեղապարկի մոտապես 250-ից 350-400 հազարի կարգի է տատամ, մենք կարող ենք ենթադրել, որ սկինը 7-8 լեղապարկ ունի, այն օրը մեկը մոտեցել էր, ասում է աղջիկս մայրանալու պրոբլեմ ունի, կարող եք օգնել, ասում է բարեգործությունը արգելված է, նախընտրական շրջանում արգելված է, հիմա այս ամբողջը, գիտեք ես որ սա ասում եմ, սա մի հումորի, գրոտեսկի, սատիրայի ժանր է դառնում, բայց եկեղեցի, այսպես ասեմ, սողանց ստեղծելը հենց այդ մեջտեղով մտնել, դուրս գալ ենթադրենք, ինքը արդեն ենթադրում է, որ կատարում է բան, որը որ ոչ մեկին հետաքրքիր չի։ Իսկ երեխաների հետ կապված էլ, այդ երկու եղբայրների հետ կապված, պիտի մենք հասկանանք, որ այդ տարիքում երիտասարդները դյուրագրգիռ են։ Սեփական ենթադրենք դաշտի պահպանությունը նրանց մոտ նույնիսկ կարելի ասել որոշակի չափ անցած վիճակներ է լինում։ Այն էլ այդ հրմշտոցի պայմաններում։ Հրմշտոցի պայմաններում բազմաթիվ կանանց երիտասարդ հավանաբար աղջիկների ենթադրենք ներկայության պայմաններում, ենթադրենք այդ կահ կարասին, այդ արծաթեղենը ենթադրենք եկեղեցու վարակույրներ, այդ փառահեղ կառուցման, դրա մարդու վրա թողում է շատ լուրջ ազդեցություն։ Եթե դրան է գումարենք ներսում կատարվող այդ պատարագի խորհուրդը եւ նրա մարդու վրա ներգործելու այդ աստվածային որոշակի երևույթների ներհաղորդակցվելու այս ամբողջ process-ը, իհարկե, երեխան դեռահասը պատրաստ չի նման բանի։ Եվ եթե դեռահասն էլ գալիս են, այսպես ասած, այդ բաներով Ղզլբաշ ասեմ, ես ինչ ասեմ, չեմ էլ իմանում, այդ զինվորական, այդ քարացած դեմքերով հրելով գալիս են, պիտի անցնենք, հա ուր անցեք։ Ինչ է ջրամբար էիք բացում այդտեղ, երկաթուղ էիք բացում, թունել էիք բացում, ուր էիք շտապում։ Ընդհանրապես եկեղեցու մեջ, գիտեք ինչպես է, ով ուշանում է, չէ, պատրակից։ Գալիս, հա, կողքը միտեղ կանգնում է, տեղ կազատվի, ենթադրենք կգնա կմոտենա։ Ուզում է իր ենթադրենք հոգևորականներին առրեց ինչ-որ բաներ աշկերով փոխանցել։ Կգա իր 2 ժամ հետո այդ հոգևորական առատից երկու տեղա կհանդիպեր։ Այս երեխեքի հետ կապված պետք չէ էլի այդ ձևի ինչ-որ լրջություն, քնչական կոմիտե, քննիչը որոշեց, խուզարկություն, այդ երեխեքի լեգոներն էին գնալու, խուզարկություններ, հա գնալու են տուն ինչ գտնեն, հատակագից գտնեն, սխեմաներ գտնեն, եսի մինչեր գտնեն, խնդիրը գիտեք որն է, երկրի ղեկավարը պետք է նման մանր-մունր բաներով չհրապուրվի, ընդ որում հետաքրքիր գիտեք որն է, որ ասես թողեք մնա ձեռ չտակ, չէ, բայց հեռանալուց րոպեներ անց այս երեխեքի հետ կապված այդ հրմշտոցը, քաշքշոցը, ես մի բանի վրա եմ ուշադրություն դարձել։ Այդ քաշքշոցի ժամանակ եկեղեցու բակում մեր հոգևոր հայրերից մեկի տապանակարն է դա։ Այս տապանակարի վրա վոտոման էին գալի։ Այսա, եթե դուք հոգևորի հետևից եք գնում, հոգևորի որ մտնում ես այս տաճարը, բա այդ նույնքում մարդկանց չես ասում, որ այդտեղ տապանակար կա, որը որ եկեղեցու երախտավորներից մեկն է տղա ամփոփված։ Ընդ որում, եթե չեմ սխալվում, Սիմոն Զաքարեցի, եթե չեմ սխալվում, Երևանի հոգևորականներից մեկն է եղել, բավականին ճանաչված։ Այս խնդիրն է։ Մարդիկ պիտի ամաչեն, եկեղեցի կամ մտնելուց ինչ է նշանակում այդ մարդկանց ուր ես հավաքում դանում, այդ պետական ռեսուրսը, այդ ժողովուրդը, այդ 50-60 հոգին ինչ գործ ունեն այդտեղ։ Քեզ ով էր վնաս տալու։ Քեզ ով էր վնաս տալու։ Այդ բանը որ ստեղծում եք, այս Գյադեկեյան, դա չի կարելի։ Բանը էլի անլուրջ է դա։ Երեխեքին էլ բանը, մի այդ որ բան են արել, կալանք են տարել,
2 ամիս հետո կարծակեն բնականաբար, որտեղ նա հանրային վտանգավորություն չունի։ Հոյ պարզապես չունի։ Շատ լավ։ Պարոն Կոմենդանտյան, կուզեի մեր զրույցը ամփոփենք, մի հարցի շուրջ խոսենք։ Այո։ Օրեր առաջ դուք մի հրապարակում էիք արել, որտեղ Դուք բավականին փաստորեն ուշադիր հետևում եք մեր հրապարակումներին։ մանրամասն գործի բնույթն է։ Այո։ Դուք բավականին մանրամասն նկարագրել էիք նպաստավորների հետ կապված, կարծես նոր չափորոշիչներ են լինելու, հա, ըստ որի մի ահագին զանգված զրկվելու է նպաստ ստանալու հնարավորությունից։ Միանշանակ։ Հիմա կուզենայի, ճիշտն ասած, պարոն Կոմենդանտյան, համառոտ, ամփոփ ու հերոստատողին ավելի հասկանալի լեզվով մի հատ բացատրեիք, թե ինչ են որոշել փոխել, ինչի հիման վրա են զրկվելու շատերը նպաստից։ Հայաստանի Հանրապետությունում մոտավորապես 166,000 նպաստառու կա։ Նպաստների մեջ մտնում են հիմնականում, այս մեր ասած իմացած Փարոս համակարգի ժողովուրդը, այդտեղ մտնում են զանզան նպաստներ, զինվորական ծառայության հետ կապված, կերակրողին օգնող թեմաների հետ կապված, ընդհանրենք մայրերի հետ կապված, երեխաների պահելու հետ կապված, զանազան հիվանդություններ ունեցող մարդկանց նպաստների համակարգի գործում։ Այս նպաստների համակարգը ճիշտ է, կարելի է ասել, որ այնտեղ խնդիրներ կան, որովհետև առանձին մարդիկ փորձում են այդ հարուսի մեջ տեղավորվելու համար ինչ-որ խարդախություններ, մանր մունր անում, այդ միշտ կա ու լինելու է։ Դա եթե երկիրը վերանա տեզերքում ինչ-որ միտեղ գնանք սկսենք ամենից զրոյից, այդ լինելու է։ Մարդը քանի կա, այդ խարդախությունները, զանազան, ընդհանրենք այս բաներ փոխկապցնելու, բան անելու այս թեմաները միշտ կան։ Հիմա նայեք, այս Փարոսի համակարգում առանց այդ փողերը մեծ փողեր չեն։ Բայց կառավարությունը որոշել էր նոր համակարգ, նոր չափորոշիչներ, եւ դա պետք է պատրաստել, դա պետք է հունվարի 1-ից ներդնեին։ Բնականաբար այս խորամանկները, չէ՞, բերում են հակաժողովրդական քաղաքականությունն բաղադրիչներ են բերում, չէ՞, հասկացան, դա բնականաբար նրանք են խելացի։ Այդ խորամանկությունը հետո վարակիչ է։ Մի խորամանկ արդեն կողքը ձևավորում են, այն ամբողջ իր ժողովրդական ձևով ասած դաստան։ Հիմա հունվարի 1-ից պիտի ներդնեին, չներդրեցին, տեղափոխում ենք հուլիսի 1։ Հիմա այդ մեր նպաստառու եղբայրներին, քույրերին մենք պիտի տեղեկացնենք, որ եթե իրենք ունեն, օրինակ մարզերում է շատ տարածված, եթե ունեն հողահանդակ, չօգտագործում, որտեղ ժամանակին որ հողերը բաժանեն այդ պրիվատիզացիա հասած հիմարության ժամանակ, չէ, բոլորը ստացան ինչ-որ հողակտորներ։ Եթե հողակտոր ունի, ինքը ընդհանուր չմշակվող։ Ինքը Փարոսի այդ ամբողջ ծրագիրից միանգամից դուրս է թռնում։ Այդ առաջին։ Երկրորդ, եթե ինքը ունի ավտոմեքենա, որի տարեկան եկամտահարկը 4000 դրամի կարգի է, նույնիսկ 4200 դրամի, ինքը նորից այդ համակարգից հեռացվելու է։ Կան էլի մի 3-4 հատ թակարդներ, այս իմաստը գիտեք որն է, իմաստը նա, որ այս մարդկանց պարզապես փող չտան։ Ինչի փող չտան, գիտեք, որ թոշակառուները թոշակը 10000 դրամով բարձրացնեն։ Մի խոցելի կարիքավոր խավին, որ փող էր գնում, սենց կոպեկներ, հիմա դա խլելու են ձեռներից եւ տալու են այն մյուս խոցելի խավին։ Բայց իրենք ինչ են անում։ Բայց կարելի ասել, պարոն Կոմենդանտյան, հերթական պարակտման ալար է, հա, ոնց որ նպաստառուներին տրամադրելու են թոշակառուների դեմ ինչ-որ խնդիրը գիտեք որն է, որ առանձին դեպքերում դա սոցիալական պայթյուն չի բերելու։ Որովհետև գիտեք, ամեն մարդ փորձելու է գնա իբր թե ինքը իր հարցերը լուծի, ես ինչ անեի, հետո սկսելու են ընդդիմադիր դաշտի կուսակցություններին, չէ՞, խնդրել, աղաչել, ընդհանրենք լայք դնել, ես ինչ անել, բայց հենց փողի հարցը լուծվեց, իրանք եւ ընդդիմադիրին են մոռանալու, եւ դիմադիրին են մոռանալու, այդ բանն է, նորմալ։ Երեք օրինակ Արմավիր քաղաքում եղել են բանի, հանդիպան բնակչության հետ։ Մոտավորապես մի 2 ժամի չափ։ 2 ժամի չափ ինձ մենակ, այսպես ասած, բան են արել, զբաղեցրել են այդ իրենց սոցիալական հարցերով։ Մարդիկ սոցիալական հարցերը այն կարգի այս երկրում ահագնացած 2 ժամ շարունակ
էլ բանկերից, էլ թոշակից, էլ թոշակի տարիքից, էլ ենթադրենք վարկային պայմանագրերից, էլ ենթադրենք ԴՀԿ-ից, էս, ճիշտ է, մարդկանց օգնում ենք, բայց մարդիկ դե իմանան, որ իրենց հակաժողովրդական քաղաքականության պատասխանատուները ովքեր են եւ հունիսի 8-ին կատարեն իրենց համապատասխան քաղաքացիական քայլը հստակ տեղորոշված է, ով էր ենթադրենք 8 տարի ասում որ թոշակները նորմալ է 10,000 դրամը տամ ինչ եք անելու աղքատությունը ձեր գլխի մեջ է մեջքի մեջ է թևի մեջ է կրունգի մեջ է այս կարգի դատողություններով բայց հասկացան որ այս 500,000 քաղաքացուն ոչ թե նրանց նեղացնում են նա սարքում է կոնկրետ իրենց այսպես ասած թշնամի գործնական թշնամի է սարքում դա որ ոչ թե 10,000-ը տան բայց հիմա եկեք sense հարցը մոտենանք այս 10,000-ն էլ բավարար չի 3 կոմպոնենտ թոշակառուներ հետ կապված ջեռուցման վարձը մոտավորապես 25,000 դրամ է մեկ մարդու հաշվարկով լինի դա փայտ լինի գազ ենթադրենք չէ մոտավորապես 25,000 է հաջորդը կերակուր ուտելիք առնվազն օրեկան 2,500 դրամի կարգի հաշվենք 45,000 արդեն գերազանցեց թոշակը չեմ խոսում դեղերի մասին դեղերը ամեն թոշակառու 25-ից 30,000-ի դեղ է օգտագործում այս 90-100,000-ը արդեն անցավ հիմա մի կարևոր խնդիր էլ կա մենք հայակվեն որ բարձրացնում ես անձամբ ընդորում այդ թեման շատ եմ աշխատում շատ դեղերի գների թեման է Հայաստանում իրականացվում է մեր աչքի առաջ դեղերի մաֆիա Վրաստանում նույն դեղը արժի 3 անգամ էժան Հայաստանից Զավեշտը հասել է այնտեղ որ այն հերավոր գյուղում Ալավերդու հերավոր գյուղերում մարդիկ ոտով անցնում է սահմանը գնում են Վրաստանից 3 անգամ էժան է դեղը առնում բերում են մի որոշ ճարպիկներ էլ արդեն դարել են մաքսանենգներ գնում են դեղը առնում են բերում են այստեղ հանձնում են գնում են դեղը առնում են բերում 3 անգամ տարբերություն այդ տարբերության մասին ոչ ոք չի խոսում ասում է հա դեղա հա ընդհանրենք էսա հենա բայց այս մաֆիա է այս մաֆիայի պոչը հարկավոր է կտրել ոնց պիտի կտրվի շատ պարզ գները պիտի իջեցվի առաջին հերթին NDS ավելացած արժեքի հարկ այս թեմը չպիտի օգտագործվի եւ ամենակարևորը դեղերի բարձր մակարդակի սահմանը պետականորեն ինչի չեն անում կարող ասեք ինչին անում կարող եմ ասել այդ դեղագործական մաֆիայի մեջ միլիարդներ է պատտվում այն մարդը որ այս ամենը պիտի սահմաներ այդ դեղագործական մաֆիայի ընդհանրեք հավանաբար ընկերներից է Շնորհակալություն զրույցի համար պարոն Կամենդատյան համեցեք Հիշեցնեմ մեր զրուցակիցներ Հայաքվե վարչության անդամ Հրայր Կամենդատյանը